Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Այսօրվա թողարկման ընթացքում դիտեք։ Հայաստանի վարչապետը խոսում է երկաթգծի վերականգնման պատրաստակամության մասին, եթե հայկական երկաթուղին կառավարող Ռուսաստանը պատշաճ ժամկետում դա չանի։ Պետական բյուջեի մեր միջոցներով այդ վերականգնումները կիրականացնենք։ Էկոնոմիկայի նախարարը կարծում է ժամանակն է, որ հայ-ադրբեջանական սահմանը բացվի։ Իմ կարծիքով դրան խանգարող ոչ մի հանգամանք չկա եւ Հայաստանում եւ Ադրբեջանում։ Հայաթափումից հետո Արցախում մնացած սակավաթիվ հայերից մեկին Կարեն Ավանեսյանին ադրբեջանական դատարանը 16 տարվա ազատազրկման դատապարտեց։ Դատավարությունը կայծակնային էր։ Փաշինյանն այս շաբաթ Գառնիում կմասնակցի պատարագի, այս անգամ ով կզեղչի կաթողիկոսի անունը։ Փաշինյանը տոներից հետո բուժ հաստատությունները չգրոհելու կոչ է անում։ Հունվարի 1-ից կգործի առողջապահական պարտադիր ապահովագրությունը։ Սա սև ուրբաթ չի։ Առողջապահության համակարգի սև ուրբաթ չի, որ հիմա հունվարի 5-ին ինչ հասցրինք, առնենք, էլ հետո չի լինելու։ Ուկրաինայի 5 շրջանների էներգետիկ ենթակառուցվածքները ենթարկվել են ռուսական հարձակման։ Հայաստանի կառավարությունը պատրաստ է պետական բյուջեի միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների այն հատվածները, որոնք ռուսական կոնցեսիայի ներքո են։ Կառավարության նիստից հետո հայտարարել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը խոսում էր պատշաճ ժամկետների մասին։ Արդյոք ռուսական կողմը խնդիրներ է ստեղծում ժամկետների մասով ու Փաշինյանը հենց դա էր ակնարկում, թե Երևանը ինքն է ուզում վերցնել երկաթգծի կառավարումը։ Մոսկվայից անցած շաբաթ պնդել էին, թե առանց ռուսական կողմի գործընկերները չեն կարող իրագործել Թրամփի ուղին, քանի որ երկաթուղին կառավարում է ռուսական ընկերությունը։ Հայաստանի կառավարությունը պատրաստ է պետական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքները, եթե Ռուսաստանը դա չանի պատշաճ ժամկետում, այսօր հայտարարեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց. այս սցենարի դեպքում երկաթուղու այն հատվածները, որոնք այժմ ռուսական կառավարման ներքո են, հետ կվերցվեն։ Մենք հույս ունենք Ռուսաստանի Դաշնության գործընկերները այդ աշխատանքները հնարավորինս արագ իրականացնեն, եթե հանկարծ դրա հետ կապված որևէ խոչընդոտ լինի, որևէ այլ հարց առաջանա, դուք գիտեք, որ այդ հատվածները նաև ռուսական կոնցեսիայի ներքո են, ես նաև արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները վերցնել, այսինքն ետ վերցնել կոնցեսիայից եւ մենք պետական բյուջեի մեր միջոցներով այդ վերականգնումները կիրականացնենք, եթե հանկարծ պարզվի Ռուսաստանի Դաշնությունը պատշաճ ժամանակում այդ աշխատանքը իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի կամ որևէ խնդիր է տեսնում։ Փաշինյանի փոխանցմամբ կարևոր է, որ վերականգնվի երկաթուղու Իջևանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները, որոնք կկապեն Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի եւ Թուրքիայի հետ։ Վարչապետն այս մասին օրերս խոսել էր նաեւ Ռուսաստանի նախագահի հետ վերջին հանդիպմանը։ Թե որն է եղել ռուսական կողմի արձագանքը, Փաշինյանը այսօր չմանրամասնեց, բայց Փաշինյան-Պուտին առանձնազրույցի բաց հատվածում Ռուսաստանի նախագահն առանց հստակության ասել էր, թե հայկական կողմի բարձրացրած հարցերի շուրջ համատեղ կաշխատեն։ Նկատի ունեմ հին երթուղիների վերականգնումը եւ նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները։ Այսպիսով ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է ընթանում։ Իհարկե, կան այլ հարցեր, որոնք մենք հիմա կքննարկենք։ Հայաստանում երկաթուղային ցանցն արդեն 17 տարի է կառավարում է Ռուսաստանի պետական ռուսական երկաթուղիներ ընկերության դուստր ձեռնարկությունը, Հարավկովկասյան երկաթուղին։ Պայմանագիրը դեռ 2008-ին է կնքվել 30 տարով, եւս 10 տարով կարող է երկարաձգվել կողմերի միջև համաձայնեցված նոր պայմաններով։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատյանը դժվարացավ ասել, արդյոք այդ պայմանագրով ռուսական կողմը պարտավորություն ունի նոր ենթակառուցվածքների համար կապիտալ ներդրումներ անել։ Ինքն այս հարցում ուշադրություն հրավիրեց քաղաքական բաղադրիչի վրա։ Ակնհայտ է այստեղի իշխանությունները քայլեր են ձեռնարկում ռուսական կապիտալը Հայաստանից դուրս մղելու ուղղությամբ եւ օրինակ հեծի այսպես կոչված պետականացումը դրա առաջի քայլն է։ Չեմ բացառում, որ այլ ձեռնարկություններ, որոնք ունեն ռուսական մասնակցություն,
նույնպես նման չակերտավոր երկընտրանքի առաջ կանգնեց։ Ադրբեջանը հիմա երկաթուղի կառուցում է իր սեփական փողերով։ Ինքը ներդրում անում կառուցում է։ Մեր դեպքում այդ մոդելը նախ մենք երկաթուղի կառուցելու Նիկոլ Փաշինյանն այսօր չմանրամասնեց, ինչ ծախս է ենթադրում ռուսական կառավարման ներքո գտնվող երկաթգծերի կառուցումը, բայց ամռանը, երբ դեռ Վաշինգտոնյան համաձայնությունների շուրջ բանակցություններն էին, պնդում էր, թե Հայաստանը երկաթուղի կառուցելու փող չունի, անհրաժեշտ են ամերիկյան ներդրումներ։ Ընդդիմադիր պատգամավորին զարմացրել է վարչապետի հայտարարությունը, թե կառավարությունը միջոցներ ունի երկաթգծերը վերանորոգելու։ Նշեց, դեռ աշնանը, երբ հաջորդ տարվա բյուջեի քննարկումներն էին, տարածքային կառավարման նախարարի հետաքրքրվել էր 2026-ի բյուջեով գումար նախատեսված է երկաթուղային ենթակառուցվածքների համար։ Ինքը պատասխանեց, որ գումար չկա։ Եթե բյուջեում չկա, եթե գումար չեն նախատեսել, ինձ համար մի քիչ անհասկանալի է, թե որտեղից պետք է այդ միջոցները հայթայթեն։ Նոր վարկ պետք է վերցնեն, կապսի ջրամբարի համար նախատեսված գումարը պետք է ուղղեն այդ նպատակի համար, հասկանալի չէ։ Հայաստանում ենթակառուցվածքների վերականգնման, նոր ենթակառուցվածքների ստեղծման շուրջ քննարկումները ակտիվ են Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններից հետո։ Ամերիկյան կողմը ներդրումներ է անելու Սյունիքի 42 կիլոմետր հատվածում երկաթուղու կառուցման համար։ Սա Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհն է։ Թե թրիփ նախագիծն էլ ինչ ենթակառուցվածքներ է ներառելու, դեռ շատ մանրամասներ չկան։ Վարչապետ Փաշինյանն այսօր դարձյալ նշեց, ծրագրի շինարարությունը գործնականում կմեկնարկի 2026-ի երկրորդ կեսին։ Ադրբեջանն ու Թուրքիան հուշագիր են ստորագրել, որով փոխադարձ ռազմական օգնություն է նախատեսվում երկրներից մեկի վրա զինված հարձակման դեպքում։ Ռազմական աջակցությունը կտրամադրվի երկրներից մեկի դիմումի հիման վրա։ Մինչ Բաքուն պնդում է, թե Թուրքիայի հետ հուշագիրը ուղղված չէ երրորդ պետությունների դեմ եւ նպատակ ունի նպաստել տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը, Երևանը խոսում է ուղիղ համագործակցության մասին։ Ադրբեջանական բենզին ներմուծած իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքասյանի ընտանիքին պատկանող Մեգատրեյդ ընկերության տնօրենը Ազատությանը ասել է, որ Հայաստանում վաճառվող ադրբեջանական բենզինի վաճառքը նախորդ 2 օրերի ընթացքում քառապատկվել է։ Ռանոյլը ադրբեջանական պրեմիում տեսակի 1 լիտր բենզինը 520-ի փոխարեն վաճառում է 430 դրամով։ Ազատությանը հաջողվել է նաև պարզել, որ Ադրբեջանից բենզին ներկրած երկրորդ ընկերությունը փոխկապակցված է գործարար նախկին հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ։ Ու մինչ մասնավորը մտածում է հաջորդ խմբականակի ներկրման մասին, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարում է, վրացական երկաթուղով բեռների տարանցման նախնական գինը համեմատաբար բարձր ոչ մրցակցային է համարվել, հիմա քննարկումները հենց դրա շուրջ են, հիշեցնեմ, որ առաջին տարանցումը անվճար էր։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ազատությանը ասել է, որ Երևանը Բաքվին Վրաստանի տարածքը շրջանցելով ուղիղ անցման առաջարկ է արել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համոզմամբ ժամանակն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի։ Վրացական երկաթուղով Ադրբեջանից դեպի Հայաստան, նախ ղազախական ու ռուսական ցորենի, ապա նաև ադրբեջանական բենզինի ներկրումից հետո հայկական կողմը Բաքվին առաջարկում է առևտրաշրջանառությունը ուղիղ կազմակերպել։ Ես կարծում եմ, որ շատ լավ ժամանակն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի մեջ ցամաքային սահմանը բացվի։ Այժմ Ադրբեջանից ներկրումներ իրականացնող հայաստանյան ընկերությունները վրացական երկաթուղուն տարանցման սակագին պետք է վճարեն, ինչը էականորեն կարող է ազդել ապրանքների գնագոյացման վրա։ Ընդ որում Գևորգ Պապոյանն այսօր Ազատությանը փոխանցեց, որ բեռների տարանցման համար վրացական կողմի առաջարկած նախնական գինը համեմատաբար բարձր, ոչ մրցակցային է համարվել, բայց ներկայումս քննարկումները դեռ շարունակվում են։ Վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան։ Վարչապետ Փաշինյանը վերջերս անդրադառնալով վրացական երկաթուղու տարանցման սակագնին ասել էր, որ եթե հարցերը չկարգավորվեն, ապա տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը եւ արտահանումը ապահովելու համար։
Ըստ էության նախարար Պապոյանն այսօր փակագծեր բացեց այդ այլընտրանքի մասին։ Ինչ որ երկաթուղով գալիս է մինչև դեպի Հայաստանի սահման եւ այդտեղից մուլտիմոդալ եղանակով տեղափոխվի դեպի բեռնատարներ ու Հայաստան-Ադրբեջան համակային սահմանով գա։ Իմ կարծիքով դրան խանգարող ոչ մի հանգամանք չկա եւ Հայաստանում եւ Ադրբեջանում։ Եվ իմ տպավորությամբ բիզնեսմեններն են պատրաստ դրան։ Գևորգ Պապոյանն ասաց, որ եթե ադրբեջանական կողմը պատրաստ լինի այս առաջարկին, ապա կարող են փոխադարձ առևտրի այդ եղանակին անցնել։ Մինչ Բաքվից կարձագանքեն Երևանից հնչած առաջարկին, Հայաստանում արդեն երկրորդ օրն է վաճառվում է Ադրբեջանից գնված բենզինը։ Ադրբեջանական վառելիքը գնաց ընկերություններից մեկը, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Մեգատրեյդը այսօր Ազատությանը փոխանցեց, որ սակագնի իջեցման պատճառով բենզինի իրենց վաճառքը կտրուկ աճել է։ Ռանոյլը, որ Սիլ կոնցեռնի կազմում է, ադրբեջանական պրեմիում տեսակի 1 լիտր բենզինը 520-ի փոխարեն 2 օր է վաճառում է 430 դրամով։ Կարող եմ փաստել, որ նախկինի համեմատ վաճառքի ծավալներն արդեն քառապատկվել են, ասաց Կարեն Հայրյանը, նշելով, որ ինչպես եւ սպասվում էր, ապրանքի ծագումը որոշիչ ազդեցություն չի կարող թողնել։ Գնեք ադրբեջանական բենզին։ Ոչ։ Որն է պատճառը։ Անունը արդեն։ Չէ, Ինչու։ որտեղ ադրբեջանական է։ Թեև ընդդիմադիր մի շարք գործիչներ կոչ էին արել բոյկոտել ադրբեջանական վառելիքը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս համոզված է, բենզինի ադրբեջանական ծագումը չի կարող վաճառքի համար խանգարող հանգամանք լինել։ Պապոյանն ընդգծում է, շուկայում ամենալավ վաճառք ունեցող հագուստի խանութների մեջ առաջատար տեղ ունեն թուրքական բրենդները։ Հնարավոր է, որ այս գործոնը ադրբեջանականի վնաս հասցնի, օրինակ բենզին ներկրած ընկերությանը, թե այն կարծում եք կվաճառի, քանի որ էժան է։ Ես իշխան գիտեմ հերթի տակ վաճառում են։ Հնարավոր չի։ 3 հոգի դրա մասին գրում է, 300 հոգի էլ գնում է, որպեսզի 90 դրամով էժան բենզին առնի։ Ադրբեջանական բենզինի ներկայիս ցածր սակագնի վրա իհարկե էապես ազդել է Վրաստանի տարածքով վառելիքի մեկ անգամյա անվճար տարանցումը։ Թե ինչ գինք սահմանի վրացական երկաթուղին հաջորդ բեռնափոխադրման համար այս պահին անհայտ է։ Մեգատրեյդի տնօրենն ասաց, որ դեռևս վրացական կողմից պաշտոնական գնահատառաջարկ չեն ստացել։ Եթե Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Մեգատրեյդը բացահայտ հայտարարում է, թե որտեղ եւ ինչ գնով է վաճառում Ադրբեջանից գնված 600 տոննա բենզինը, ապա մյուս 600 տոննան ներկրած կազմակերպությունը Shisha World-ը դեռ լռություն է պահպանում։ Հանրությանն անհայտ է, ինչ սակագնով եւ որտեղ է իրացվում ադրբեջանական բենզինն այս ընկերությունը։ Shisha World-ը պատկանում է 24-ամյա մի երիտասարդի Սամվել Մկրտչյանին, ով գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ Շողորինա Մկրտչյանի եղբորորդին է։ Թե ինչպես է հաջողվել վառելիքի շուկայում անհայտ այս ընկերության 24-ամյա սեփականատիրոջը ադրբեջանական բենզին ներկրել պարզ չէ։ Ես մի բան կասեմ, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է օդից կախված, որ ցույց տա ինքը մեր հետ չի, բայց մեր հետ է։ Դու իզուր յանչ չէ։ Սամվել Ալեքսանյանը, որ մշտապես լավ հարաբերություններ է ունեցել իշխանությունների հետ, ընդ որում թե նախկին եւ թե ներկա, առայժմ որևէ կերպ չի արձագանքել իր անվան հետ կապվող այս գործարքին։ Նրա աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, վստահեցրեց, թե ադրբեջանական բենզինի ներկրման հետ Ալեքսանյանը կապ չունի, թեև գնորդը նրա բարեկամն է։ Ազատության տեղեկություններով, սակայն, չի բացառվում, որ Shisha World-ը ադրբեջանական վառելիքի վաճառքը այլ կազմակերպության միջոցով իրականացնի, այսինքն վերավաճառի բենզինը։ Մեգատրեյդի տնօրենը փոխանցեց, որ այս պահին վաճառում են իրենց ներկրածը, բայց եթե մյուս ներմուծողը ցանկանա իրենց վերավաճառել վառելիքը եւ դա ձեռնտու գործարք լինի, ապա որևէ խնդիր չեն տեսնում։ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթերք վաճառել Հայաստանի գործարարներին եւ այդ պատրաստակամությունը արտահայտվել է, այդ գնացքը եկել է եւ հայտնվել է շուկայում։ Մինչ Հայաստանում ակտիվ քննարկվում է ադրբեջանական բենզինի վաճառքը եւ հնարավոր այլ ապրանքների ներկրումը, վարչապետ Փաշինյանը չի բացառում, որ առաջիկայում Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի։ Թե ինչ ապրանքատեսակների մասին է խոսքը, Փաշինյանը չմանրամասնեց։ Ադրբեջանից դեպի Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի։ Իսկ ինչ կարող է արտահանել Հայաստանը դեպի Ադրբեջան։ Ազատության այս հարցինի պատասխան էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրեց, որ կան ապրանքներ, գյուղատնտեսական ապրանքներ, ալյումինի փայլատիթեղ, ոսկեազարդեր, ֆերոմոլիբդեն, ձկնամթերք եւ այլն։ Կարծում ենք, որ կան ապրանքներ, որոնք որ ադրբեջանական շուկան դրանց կարիք ունի։ Եվ եթե մեր գործարար շրջանակը կարողանա մրցունակ գին առաջարկել, ես կարծում եմ, որ անտրամաբանական կլինի, որ ադրբեջանական կողմը դրանից հրաժարվի։
Կան արդեն կոնկրետ պայմանավորվածություններ Հայաստանից Ադրբեջան արտահանվելիք ապրանքների շուրջ։ Գևորգ Պապոյանն ասաց, որ երբ ադրբեջանական կողմը կոնկրետ հայտարարություն կանի, դրան նոր կհետևի հայկական կողմի հաստատումը։ Մինչ իշխանությունը Ադրբեջանի հետ առևտուրն է զարգացնում, Բաքուն շարունակում է դատել հայերին։ Կայծակնային դատավարություն արդյունքում ադրբեջանական դատարանը 16 տարվա ազատազրկման է դատապարտել Կարեն Ավանեսյանին, ով ըստ եվրոպական դատարանում նրա գործը ներկայացնող փաստաբանների հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների դատարանում ընդամենը մի քանի օր տևած դատավարությունն ավարտվել է։ Դատարանը 8 ծանր հոդվածով մեղադրվող 58-ամյա Կարեն Ավանեսյանին 16 տարվա ազատազրկման է դատապարտել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նրա ներկայացուցիչ Արա Ղազարյանը չէր կասկածում, որ ադրբեջանական դատարանը նման վճիռ կկայացներ, բայց նաև չէր սպասում, որ ահաբեկչության ու այլ ծանր հոդվածներով մեղադրվող Կարեն Ավանեսյանի դատը նման կայծակնային կստանար։ Այն որ դատապարտեն սպասելի էր, բայց որ մեկ ամիս կտևի դրանից էլ քիչ ոչ։ Ընդհանրապես դա տեսականորեն հնարավոր է երկու դեպքում կամ մեղքը ընդունում է հենց սկզբից եւ արագացված քննություն է իրականացում, որ ես չգիտեմ Ադրբեջանում այդ ընթացակարգ կա թե ոչ, օրինակ Հայաստանում կա այս ընթացակարգ, կամ էլ ուղղակի դատավարությամբ նախատեսված ոչ մի երաշխիք նրան չի տրվել, դրա համար դատա այդպես արագ է ընթացել։ Որը դեպքերում երկու դեպքում մենք գործ ունենք արդարացան իսպար բացակայության հետ։ Neçə 6-7 Ադրբեջանական դատանի առաջ փաստացի միայնակ հայտնված Ավանեսյանը հոգեկան խնդիրներ ունի, չնայած Ադրբեջանի պնդումներին, թե արցախցի 58-ամյա տղամարդն առողջ է, ավելին այս սեպտեմբերին նա աբեկչություն է կազմակերպել մի վայրում, որտեղ այդ երկրի նախագահն է ներկա եղել։ Ստրասբուրգի դատանում Ավանեսյանի ներկայացուցիչները փորձում են առողջության նախարարությունից նրա առողջության վերաբերյալ տվյալներ վերցնել, որ ուղարկեն եվրոպական դատարան։ Սակայն գերատեսչությունից Ավանեսյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկություն տրամադրելու համար լիազորագիր են պահանջում, բայց ձերբակալված եւ ադրբեջանական բանտում պահվող տղամարդուց փաստաբանները չեն կարող այն վերցնել։ Ղազարյանը հավանական է համարում, որ Ադրբեջանում առանց պաշտպանների ճնշումների ներքո Ավանեսյանը հնարավոր է մեղադրանքը ընդունել է։ Նա փաստաբան չունի իր կողքին նստած։ Դա արդեն շատ կոպիտ խախտում է, փաստաբանը պետք է հենց անմիջապես իր պաշտպանյալի կողքը նստի, եւ իրենք այնպես հաղորդակցեն, որ ոչ մեկ այդ մասին չլսի։ Ոչ մի դատավարություններում, արդեն մոտ 2 տասնյակ դատավարություններ են ընթացել, մենք այդ բանը չենք տեսել։ Եթե խոսքը Ադրբեջանի մասին է, այստեղ մենք իհարկե գործ ունենք կա այդպիսի կատեգորիա, ոչ թե արդար դատաքննության իրավունքի խախտում, այլ արդարացան իսպար բացակայություն։ Այսինքն տվյալ դեպքում խախտումները այն աստիճանի լուրջ են, որ կարելի ասել, որ ընդհանրապես արտադրությունն համար մատչելի չի եղել։ Ադրբեջանում հայերի դատավարությունները լուսաբանում են պետական լրատվամիջոցները եւ որևէ անկախ աղբյուրից նրանց հաղորդածը ճշտելու հնարավորություն չկա։ Սեպտեմբերից ի վեր, չնայած Միեդի որոշմանը, Ադրբեջանը այդպես էլ չէր թույլատրել, որ հարազատներն ու փաստաբանները հնարավորություն ունենային խոսել Ավանեսյանի հետ, որ Ստեփանակերտում մնացած վերջին հայ բնակիչներից մեկն էր։ Ընդհանրապես մեկ անձին դատապարտելով միայն առաջացանը պետք է մի քանի տարի։ Այն էլ նման ծանր հանցագործությունների համար, որ նա մեղադրվում է։ Դրա դեպքում մենք ունենք մեկ ամիս։ Ամենայն հավանականությամբ նա հենց սկզբից իր մեղքը ընդունել է։ Իսկ եթե մի մարդ գտնվում է կալանքի տակ առանց որևէ կապի արտաքին աշխարհի հետ, ցանկացած նրա գործողություն նման անձի կամ որոշում խիստ կասկածելի է։ Այդ թվում առողջական խնդիրներով Այո, աշխարհն է, որ նա նաև առողջական խնդիրն է, որ Ադրբեջանը եվրոպական դատարանի տեղեկացել է, որևէ խնդիր չունի։ 2023-ի բռնի տեղահանումից հետո Ավանեսյանը մի խումբ հայերի հետ մնացել էր Ստեփանակերտում։ Ադրբեջանցի իրավապահները նրան ձերբակալել էին սեպտեմբերի 14-ին, նույն այն օրը, երբ Ստեփանակերտ էր ժամանել Ադրբեջանի նախագահը։ Ըստ ադրբեջանական մեղադրողների նա իբրև Կալաշնիկով ինքնաձիգով 5 նռնակով լիցքավորված պահեստատուփերով փորձել էր մոտենալ միջոցառման վայրին, որին Ալիևն էր ներկա։ Բայց իրավապահների ներկայացմամբ ոստիկանները հասցրել էին կանխել
միջադեպը։ Կարենը դիմադրել էր կրակ բացել, նռնակներ նետել։ Այս պնդումները հավաստող որևէ փաստ սակայն ադրբեջանական կողմը չէր հրապարակել։ Տեսանյութերից մեկում ուսապարկով մի տղամարդ է, բայց ոչ կալաշնիկով է ձեռքին երևում, ոչ այլ զինամթերք։ Ընդ որում տեսանյութը ոչ թե Ալիևի գտնվելու վայրում է, այլ քաղաքի արվարձանում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ավանեսյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանն ասում է, վկաները հաստատել են, տեսանյութում հենց Ավանեսյանն է, բայց նա քայլում է ոչ թե Ստեփանակերտի կենտրոն, այլ հակառակը քաղաքից դուրս է գալիս։ Տեսանյութով Կարենը տեղաշարժում է, տեղաշարժումը իրականում բոլորին հակառակ ուղղությամբ, քաղաքից դուրս է գալիս։ Մեր վկաները այդպես են ասում մեզ։ Ահա, բայց իր հարազատներն են, հա վկաները։ Նու ես հիմա դեռ չեմ կարող ասել, վկաներն հարևաններ, ովքեր Կարենին գիտեն 90-ականների վերջից, ովքեր շատ լավ գիտեն ինչ անձն է, ինչ վարքագիծ։ Ընդհանրապես բոլորը ասում են, որ նա ընդունակ չէր որևէ բռնության, բարի մարդ էր։ Հարազատները Կարենին հանգիստ, բռնությանը չհակված մարդ են բնորոշել։ Նա ըստ նույն այդ հարազատների եղել է սոցիալական ծառայությունների ուշադրության կենտրոնում, սոցիալական աջակցություն է ստացել։ Բաքվի ռազմական դատանի առջև կանգնած մյուս 16 հայերի դատավարությունն էլ է մոտենում ավարտին։ Դատախազները նրանց համար երկարատև կամ ցմահ ազատազրկում են պահանջել։ Վերջին շաբաթներին նրանք վերջին խոսքով են հանդես գալիս, չընդունելով Բաքվի առաջադրած ծանր մեղադրանքները։ Եվ քիչ առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հաստատեցին, որ կազմակերպության ներկայացուցիչները երեկ եւ այսօր տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին։ Բաքուն սեպտեմբերին փակեց միջազգային այս կառույցի գրասենյակը իր տարածքում փաստացի բանտարկված հայերը կազմակերպության հեռացումից հետո հայտնվել են լիակատար մեկուսացման մեջ եւ նրանց վիճակի մասին տեղեկություն հարազատները որևէ անկախ աղբյուրից չեն կարող ստանալ։ Այս այցը տեղի է ունեցել կազմակերպության կենտրոնակայանի եւ Ադրբեջանի իշխանությունների երկխոսության արդյունքում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին եւ 25-ին տեսակցել են Ադրբեջանում բոլոր պահվող հայ անձանց, որոնց ձերբակալումը հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից մեր կազմակերպությանը։ Ես կարող եմ միայն մեկնաբանել այն դեպքերի մասին, որոնք վերաբերում են առողջության, առողջական վիճակին եւ ուղղակի նշելով, որ թիմի կազմում կար նաև մեր պատվիրակներից բժիշկ, որովհետև ըստ ընթացակարգերի կազմակերպության տեսակցության ընթացքում, ինչպես նախկինում, այդպես էլ այս անգամ իհարկե ուշադրության կենտրոնում են եղել առողջական հարցերը, անձանց իրենց հանդեպ վերաբերմունքը եւ պահման պայմանները։ Իսկ ինչ որ ծանրոցներ փոխանցվել են ընտանիքների կողմից։ Եվ տեսազանգի հնարավորություն, որ նախկինում Կարմիր խաչի միջոցով էր իրականացվում, հնարավոր է եղել է։ Այս անգամ ընտանիքների կողմից չի փոխանցվել որևէ բան եւ այս այցը սահմանափակվել է հիմնականում մեր կազմակերպության առանձնազրույցներով, ընդհանուր գնահատականով եւ այսքաններ այս այցի շրջանակը այս անգամ։ Կարմիր խաչը Ադրբեջանում փակվել էր, պես է ստացվել այս այցը։ Այս այցը կազմակերպվել է ուղղակիորեն մեր կազմակերպության Ժնևի գլխավոր գրասենյակից եւ բնականաբար արդյունք է մեր եւ Ադրբեջանի իշխանությունների երկխոսության։ Մենք պատրաստակամ ենք եւ բաց ենք շարունակելու այս ուղղությամբ մեր ջանքերը։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Փաշինյանն այս շաբաթ Գառնիում կմասնակցի պատարագի, այս անգամ ով կզեղչի կաթողիկոսի անունը։ Փաշինյանը տոներից հետո բուժ հաստատությունները չգրոհելու կոչ է անում։ Հունվարի 1-ից կգործի առողջապահական պարտադիր ապահովագրությունը։ Սա սև ուրբաթ չի։ Առողջապահության համակարգի սև ուրբաթ չի, որ հիմա հունվարի 5-ին ինչ հասցրինք, առնենք, էլ հետո չի լինելու։ Ուկրաինայի 5 շրջանների էներգետիկ ենթակառուցվածքները ենթարկվել են ռուսական հարձակման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց կիրակնօրյա պատարագի իր հաջորդ կանգառը ու կրկին արդիական է հարցը, այս անգամ ով կզեղչի կաթողիկոսի անունը։
Պատարագի պատրաստվում եմ մասնակցել Գառնի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Այս կիրակի Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Գառնի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագի։ Վարչապետին մշտապես ուղեկցող աղոթողների խմբին այս անգամ կմիանան Կոտայքի թիմակիցները։ Մասնակցել եմ պատարագին, այո։ Սովորաբար մասնակցում եք։ Դե հա, գարնում եմ, որ պատարագա լինում մասնակցում։ Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը սակայն հրաժարվեց պատասխանել կողմ է վեհափարի հեռացմանը, թե ոչ։ Վարչապետի մասնակցությամբ բոլոր պատարագներում հիմնականում այդ օրակարգի կողմնակիցներն են, եւ պատարագողներն էլ մինչև այժմ հստակ կատարել են Փաշինյանի նախապայմանը։ Աղոթքի տեքստից չեզոքացրել են կաթողիկոսի անունը, ով է այս անգամ խմբագրելու պատարագի տեքստը։ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Սմբատը մեր զանգերը անպատասխան թողեց։ Կոտայքի թեմի առաջնորդն էլ հոգու անդոր մաղթեց ու միայն այդքանը։ Ես ձեզ որևէ ասելու բան չունեմ։ Ինչ էլ որ հարցնեք, կրոնական բան պիտի հարցնեք, հոգևոր բան պիտի հասնեք, աղոթքի հետ կապված բան պիտի հասնեք, հաջողություն ձեզ։ Արքեպիսկոպոս Քարամյանը չի բացահայտում արդյոք թե մի 18 քահանաներից որևէ մեկը համաձայնել է պատարագել ու շրջանցել վեհափարի անունը։ Գուցե հենց ինքն է պատարագ մատուցելու։ Սրբազանը այս հարցերը չլսեց։ Նա մայրաթոռի ու ընդդիմադիրների կողմից տիրադավ բնորոշում նստացած 10 եպիսկոպոսներից մեկն է։ Միասնականության մեջ դժվարություններից կազատվի նաև մեր երկիրը եւ հատկապես Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցին։ Ամիսներ առաջ իր քարոզներում միասնականության կոչ էր անում առաքել Սրբազանը, շեշտում մայրաթոռը միշտ ու այժմ էլ իր օրհնաբեր առաքելությունն է կատարում։ Այժմ նա կարծում է, որ մայրաթոռն ու վեհափարը կորստաբեր, վտանգավոր, վնասակար ընթացքի մեջ են։ Լուծումը կաթողիկոսի հեռացումն է։ Նաև առաքել arczepiskopos-ի ստորագրությունն է Էջմիածնի քարտուղարություն հանձնված հրաժարականի պահանջ նամակում։ Դեկտեմբերի 18-ին 10 եպիսկոպոսները այդ թուղթը մայրաթոռ էին տարել։ Ընթացս հավաք կազմակերպել։ Զուգահեռ նաև վեհափարի կողմնակիցներն էին տարածքում։ 10 սրբազանները արագ հեռացան եկեղեցու տարածքից, բայց երկու կողմերի միջև այնուամենայնիվ միջադեպեր եղան։ Դրանցից մեկն էլ եզրափակվեց բյուրականի քահանայի ինֆարկտով։ Թե Ժորվան հաջորդեց տեղեկատվություն, թե վարչապետը պատրաստվում է այս կիրակի արշավել դեպի Մայր տաճար։ 2 ամիս առաջ հստակ էր, որ տարվա վերջին պատարագը ես եմ մատուցելու, եւ հետաքրքիր է, որ տարբեր մարդիկ ինձ զանգահարում եւ տեղեկացնում էին, որ պետական որոշակի մարմիններից զանգահարում են, փորձում են ինչ-որ ցուցակներ կազմել եւ ասում են սպասեք, եթե պետք լինի ձեզ կասենք, որ մայրաթոռ պիտի գնանք։ Զաքարիա Վարդապետ Բաղումյանն է այս կիրակի պատարագելու մայրաթոռում։ Արդյոք տեղական իշխանությունները ցուցակներ էին պատրաստել, այլ աղբյուրից հաստատում չստացանք։ Վարդապետն ամեն դեպքում պնդում է իրեն ահազանգած մարդիկ պետական հաստատությունների ու մեծ կազմակերպությունների աշխատակիցներ են եղել։ Հայր Զաքարյան ասում է, եթե նույնիսկ վարչապետը թիմակիցների հետ Մայր տաճար գար, ինչ որ խմբեր ներխուժեին, իր գործը պատարագելը պիտի լիներ, ընդհատելու իրավունք չկա։ Իրենք դեռ հույսը չեն կորցրել, որ վեհափարի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները կմտկափոխվեն։ Աղոթքն է, որ մեր եղբայրները վերադառնան կանոնական դաշտ եւ խնդիրները քննարկվեն եւ լուծումներ գտնեն հենց եկեղեցու ներսում։ Եկեղեցին բարոյազրկված է, կաթողիկոսը ծառայում է օտարին, շարունակում են պնդել հրաժարական պահանջող եպիսկոպոսները։ Ընդդիմադիրները մեջտեղ են բերում մեղադրանքը, թե Փաշինյանն է սպասարկում թուրքական օրակարգը։ Թուրքիայում են որոշում, թե ով կլինի ամենայն հայոց կաթողիկոսը։ Ծայրագավառային տրամաբանություն է ըստ Նիկոլ Փաշինյանի։ Այդ հարցին նա անդրադարձել է գործադիրի նիստին հաջորդած ճեպազրույցում։ Ծայրագավառային տրամաբանությունը զարգանում եւ հանգում է շատ տրամաբանական ենթադրության, քանի որ խոսվում է մի հարց, որը դարերի ավանդույթով Թուրքիայի ղեկավարի իրավասության հարցն է, հետեւաբար եթե Հայաստանի ղեկավարը տես թեմաներ արծարծում է, ուրեմն լիազորություն է ստացել Թուրքիայի ղեկավարից։ Թուրք սուլթանի կամ ռուս ցարի կողմից ընդունված կանոնները դեռևս ուժի մեջ են, ասել է Փաշինյանը։ Նորից հիշել, հայրենիքը պետությունն է, բանաձևը։ Հիմա մենք մեր հայրենիքով գտնվում ենք, մեր հայրենիքով հանդերձ գտնվում ենք մեր պետության մեջ։ Հետևաբար ծայրագավառային տրամաբանություններ պետք չի զարգացնել։ Մինչ մամուլի ներկայացուցիչների հետ շփվել է, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարության անդամները լուծարեցին մայրաթոռի հիմնադրած շողակաթ հանրային ալիքը։
Որոշումն ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում։ Իշխանական падգամավորները հիմնավորում են, թե 3 հեռարձակողի դեպքում պետական միջոցները արդյունավետ չեն ծախսվում, դիտումները ցածր են, որակը նույնպես։ Մինչդեռ ընդդիմությունը համոզված է, որ շողակաթը եթերազրկելու պատճառը կաթողիկոսին գահանկեցանելու վարչապետի արշավն է։ Մայրաթորի շողակաթի դեմ իշխող ուժի պայքարը հանգուցալուծվում է։ Կառավարության որոշումն արդեն կա, լուծարում են հոգևոր մշակութային ալիքը, որով հեռարձակվում է շողակաթը։ Սա իսկապես կանխատեսելի է։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կասկած չունի, հոգևոր մշակութային ալիքը եթերից զրկելու որոշումը իր ձևակերպմամբ եկեղեցու դեմ Փաշինյանի ասպատակության շրջանակում է։ Շողակաթի դեմ պայքարը եւս մեկ անգամ է կապացուցելու այն հանգամանքը, որ սա անձի դեմ ուղղված process չէր, սա համակարգված, մտածված, կանոնակարգված, ուղղորդվող գործողություններին Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Հեռուստաընկերության դեմ ԿՊԱ-ականները սկսեցին խոսել 2024-ից, երբ Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Սրբազանը Փաշինյանին հեռացնելու նպատակով շարժում սկսեց։ Օրինակ այդ շողակաթի հարցը փակ ենք ընդհանրապես։ ԿՊԱ-ականներից Արսեն Թորոսյանն ազգային ժողովում ուղիղ առաջարկեց փակել շողակաթն ու այդ գումարը տալ հանրային հեռուստաընկերությանը։ Ովքեր են կողմ։ Հետո նրա թիմակիցներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը գործի անցան, օրենքի նախագիծ գրեցին, թե կրթական մշակութային ծրագրերի դիտումները ցածր են, ալիքի հեռարձակման համար պետբյուջեից հատկացվող գումարը վատնում է։ Ընդդիմադիր падգամավոր Լիլիթ Գալստյանը այս պնդումները որակել էր Մերկապարանոց, իսկ բուն նպատակը հաշվեհարդար Մայրաթորից։ Այո, սա ուղղված է Հայ առաքելական եկեղեցու դեմ թիրախավորված պայքարի, ես կասեի, ասպատակության շրջանակներում։ Ինչ վերաբերում է պետության դեմ եկեղեցու ասպատակությանը, ես դա չեմ մեկնաբանի, շնորհակալություն։ Անգամ եթե լինեն ցուցանիշներ, անգամ եթե դա իսկապես ցածր վարկանիշ ունեցող կամ ցածր դիտելիություն ունեցող կանալ լիներ, երբ որ խոսքը գնում է քո ինքնության պահպանման էլեմենտների մասին, հնարավորությունների գործիքակազմերի մասին, այո, դու պիտի կարողանաս ներդնես։ Դու որպես պետություն պիտի կարողանաս ներդնես այն ամեն հարթակում, ամեն վայրում, ամեն միջոց, ամեն գործիք պիտի սատարես, որպեսզի կարողանաս քո ինքնությունը մի փոքր դետալով, մի փոքր բանով ավելացնել։ Պետական միջոցների հաշվին հեռարձակվում են հանրային հեռուստաընկերությունը, լրատվական ալիքն ու հոգևոր մշակութային կրթական շողակաթը։ Կառավարության որոշմամբ հոգևոր կրթական ալիքն էլ չի լինի։ Հանրային հեռարձակման բուն էությունը եւ նպատակը նա է, որ դու չես նայում, թե քանի հոգի է դրանից օգտվում, դու միևնույնն է տալիս ես, որովհետեւ համարում ես դա արժեք։ Հանրային հեռարձակողի խորհուրդը հենց սկզբից էր դեմ ԿՊԱ-ականների ծրագրին։ Դիրքորոշում էին հայտնել, թե իշխանականների օրենսդրական փոփոխությունից հետո մշակութային ու կրթական բովանդակության տարածումը հանրապետական ծածկույթ ապահովող հանրային մուլտիպլեքսով այլևս երաշխավորված չի լինելու։ Մասնագիտական խորհրդի կարծիքն իշխանությունը հաշվի չառավ։ Ես ուրախ եմ, որ հանրային հեռարձակողի խորհուրդը իր կարծիքը հայտնել է դրա բացասական այս նախաձեռնության եւ ճիշտ հիմնավորումներով, որի համար շնորհակալ ենք։ Փաշինյանի թիմակիցների այս քայլի քաղաքական դրդապատճառների մասին շողակաթի տնօրենը չէր ցանկացել խոսել։ Ինչ են անելու, հոգևոր մշակութային ծրագրերի թողարկումը շարունակելու են ու ինչ ճանապարհով։ Այսօր շողակաթից ճշտել չհաջողվեց։ Կառավարության այսօրվա օրակարգում Հայ առաքելական եկեղեցուն առնչվող մի նախագիծ էլ կար։ Այսուհետ համայնքային ու պետական հողերը եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար կտրամադրվի ոչ թե անհատույց սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։ Հիմա անդրադառնանք Էջմիածնի նախկին քաղաքապետի աղմկահարույց քրեական գործին, Գասպարյանին եւ նրա ընտանիքին վերագրվող կոռուպցիոն բնույթի հանցագործության նախաքննությունը ավարտվել է։ ԿՊԱ-ական նախկին քաղաքապետի փաստաբանը դատաքննությունից առաջ հայտարարում է Դիանա Գասպարյանը մեղադրանքը չի ընդունում։ Քրեական գործը 2 հոդվածով է՝ փողերի լվացում եւ պաշտոնեական դիրքի չարաշահում, Գասպարյանի ընտանիքի անդամներին ըստ քննության տվյալների օժանդակել են նրան։ Մեղադրյալի աթոռինը ոչ միայն 37-ամյա նախկին քաղաքապետը, այլև ամուսինս, կեսուրս, կեսրայրը բոլորն էլ ազատության մեջ են։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի մեղադրանքը քաղաքի հողերի օտարմանն է առնչվում, ինչի շրջանակում էլ նրանք փողեր են լվացել 7 տարի է Էջմիածինը ղեկավարած Գասպարյանն ու իր թիմը կազմակերպել են քաղաքի հողամասերի վաճառքը նրա իսկ ընտանիքի անդամներին։ Մենք
Մեղադրանքը չենք ընդունում, մեղադրանքում այդ կեղծ աճուրդի վերաբերյալ բաներ չկա։ Այնտեղ մեղադրանքում չենք ընդունում ոչ թե այն պատճառով, որ այդ շաբլոն, որ մեղադրանք չենք ընդունում, իրականում այդ հողերի օտարման հետ կապված պրոստը որևիցե խախտում չկա ու չէ կարող լինել։ Զավեշտը նրանում է, երբ որ այդ հողերն օտարվել են, ընտանիքն ու ձյանն իրար հետ ուղղակի կապ չեն ունեցել։ Եվ այդ հողը ով գնել է, այդ հողը գնողն է ձյանն ընտանիքի հետ կապ չունի։ Նոնսենս է, այդ մարդիկ իրար դեռ չեն ճանաչել ու բերում են վերագրում են Զիաննա Գասպարյանին դա։ Ինձ նույն որ մի հատ գնա մտի դատաքննություն նախաքննության գաղտնիքի մեջ ենք, էլի։ Մտի արդեն դատաքննություն, որ մենք կաշկանդված չենք նախաքննության գաղտնիքով, այդ ժամանակ իհարկե մենք էլ ենք պատրաստ ասելու, որ իրականում այս մեղադրանքն է հետապնդում իհարկե ասեցին ինչեր են ներկայացնում։ Սա սևուրփաթ չէ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող առողջապահության պարտադիր ապահովագրությանն անդրադառնալով վարչապետը խորհուրդ է տվել տոներից հետո չգրոհել բուժհաստատությունները։ Հաջորդ տարվանից ուժի մեջ մտնող այս լայնածավալ փոփոխությանը մարդիկ ինչքանով են ծանոթ, արդյոք գիտեն, որ նախ պոլիկլինիկայի դուռը պետք է թակեն։ Ոչ բժշկական կենտրոններն են փախնելու, ոչ կառավարությունն է փախնելու, ոչ պոլիկլինիկաներն են փախնելու եւ պետքա կառավարել։ Կառավարությունն այսօր հաստատեց առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթի ձևավորման կարգն ու բժշկական օգնության եւ ծառայությունների ցանկը։ Առաջին փուլում համակարգից կարող է օգտվել 1.600.000 մարդ։ Պետությունը կվճարի հետեւյալ խմբերի համար՝ մինչեւ 18 տարեկան երեխաների, 65 տարին լրացած քաղաքացիների, 18-ից 65 տարեկան հաշմանդամության առաջինից երրորդ խմբերում ընդգրկվածների եւ անապահովության 28 ու ավելի միավոր ունեցողների համար։ 200.000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացողները նույնպես 2026-ից կօգտվեն պետական այս փաթեթից, բայց նրանց համար պետությունը չի վճարի, այլ հենց իրենք։ Սիրելի 1.600.000 հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Սա սև ուրբաթ չի։ Առողջապահության համակարգի սև ուրբաթ չի, որ հիմա հունվարի 5-ին ինչ հասցրինք, առնենք, էլ հետո չի լինելու, ոչ, սա ելնելու է այլևս միշտ։ Պետական այս փաթեթից օգտվելու համար շահառուները նախ պոլիկլինիկա պետք է գնան։ Առաջնային այս օղակը կդիմանա մարդկանց հոսքին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, պատրաստ է, բայց չի հերքում, որ հերթեր կլինեն։ Վարչապետ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հորդորեց միանգամից չծանրաբեռնել բուժ օղակները։ Հավելեց, համակարգը ներդրվում է, որ անգամ բջջային մակարդակով հետազոտեն, խնդիրներն հայտնաբերեն ու արագ կանխարգել են, եւ դրա համար ըստ նրա պետությունը 200 միլիարդ դրամ է ծախսում։ Համակարգը գնահատելու է, եթե այս մարդու վիրահատությունը, եթե մենք անենք 3 ամիս հետո իր առողջությանը անվերականգնելի վնաս չի պատճառվի, այդ վիրահատությունը լինելու է ոչ թե այսօր, այլ 3 ամիս հետո, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում տվյալ բուժառուին այսօր օգնենք, այլ այսօր կան ուրիշ մարդիկ, որոնց վիրահատությունը այսօր չանելը իրանց առողջության համար կառաջացնի անվերականգնելի հետևանքներ։ Մասնավոր ապահովագրություն ունեցող քաղաքացիներն առողջապահական ծառայություններից օգտվելու համար հիմնականում գերադասում են հիվանդանոցներ գնալ, բայց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից օգտվողները պոլիկլինիկայից հիվանդանոց կգնան միայն այն դեպքում, եթե այնտեղ չկարողանան լուծել խնդիրը։ Պոլիկլինիկայում կտրվի բաց ուղեգիր, ըստ որի բուժառուն կկարողանա ընտրել համակարգում ընդգրկված հիվանդանոցներից որևէ մեկն ու անգամ բժշկին։ Փոքրիկ հարցում արեցին Երևանի փողոցներում հիմնականում պոլիկլինիկա թե հիվանդանոց են գերադասում գնալ։ Երբ որ առողջական խնդիր եք ունենում, առաջինը որտեղ եք գնում, պոլիկլինիկա թե հիվանդանոց։ Պոլիկլինիկա։ Գոհ ձեր պոլիկլինիկական ծառայությունից։ Շատ։ Վերջին անգամ երբ եք գնացել։ Վերջին անգամ մի շաբաթ առաջ է երևի։ Երևանում եք ապրում։ Ռայոնում, Վարդենիս։ Վերջին անգամ երբ եք գնացել պոլիկլինիկա։ 6 ամիս առաջ։ Ու հիվանդանոց չեք գնում։ Հիվանդանոց գնում ենք անհրաժեշտության դեպքում, բայց հիմնականում պոլիկլինիկա։ Երկու հաստատություններն էլ դիմում ենք։ Պոլիկլինիկայում գրանցված է երեխան, գնում ենք պոլիկլինիկա։ Ինչ ծառայությունների դեպքում եք գնում պոլիկլինիկա։ Պլանային ստուգումներն է, պլանային պատվաստումներն են եւ իհարկե հիվանդության դեպքում։ Մեզ մոտ ոնց է աշխատում, չէ՞, ընկերներ բարեկամներից խորհուրդ ենք հարցնում, որ բժիշկն է լավ է, եթե բժիշկը պոլիկլինիկայում լինի, ավելի շատ ոնց որ անձին է վստահությունը, հիմա մեզ մոտ սենց է աշխատում համակարգը, բայց ես շատ հույսով եմ, որ համակարգին վստահություն կլինի։ Հիվանդանոց։
Որտեղ ունեմ ապահովագրություն։ Հիվանդանոց։ Մատերի արանքով են նայում, պոլիկլինիկան դենց, որ ասեմ ոչ մի հույս չեմ դնում, մենակ դեղի համար եմ գնում, դեղ եմ ստանում։ Մեկ ուշացնում են, չեն տալիս, մեկ տալիս են, վաղթը գիտի։ Այսպիսի մի հարցում էլ Facebook-ում էին կարել, այստեղ նույնպես պոլիկլինիկաներից օգտվողներ կային, անգամ գոհային ծառայություններից, բայց նաև դժգոհողներ կային, հատկապես սպասարկման որակից ու մասնագետներից։ Պոլիկլինիկա գնալու իմաստ չկա, անիմաստ հերթերի մեջ վատանալու եմ ու նորմալ բուժում էլ չնշանակեն։ Մուննատն էլ անպակաս։ Առաջինը գնում եմ հիվանդանոց, պոլիկլինիկա ծայրահեղ դեպքում, վերջին անգամ գնացել եմ պատվաստվելու ու աշխատում եմ բացի պատվաստվելուց ուրիշ ոչ մի առիթով ոտք չդնել պոլիկլինիկա։ Պատվաստումների ու երեխայի ուղեգրերի համար ենք պոլիկլինիկա դիմում միանգամից։ Ճիշտն ասած դիմում եմ կոնկրետ մասնագետի, ով գիտեմ որ առողջական կոնկրետ խնդրի գիտակ է, անկախ նրանից հիվանդանոցում է աշխատում թե պոլիկլինիկայում, բայց հիմնականում հիվանդանոցային օղակի բժիշկների եմ դիմել։ Տեղամասային պոլիկլինիկա վերջին անգամ ու սովորաբար այցելում եմ վակցինացիայի համար կամ առողջության մասին ինչ-որ տեղեկանքների համար միայն։ Միանգամից հիվանդանոց, վերջին անգամ պոլիկլինիկա գնացել եմ դպրոցի տեղեկանքի համար։ Ես մասնավոր բժշկական ապահովագրություն ունենալուց հետո ոչ մի հարցով պոլիկլինիկա չեմ գնացել, որովհետև այդտեղի սպասարկումը ահավոր է ու ավելի լավ է օգտվել վճարովի այլ ծառայություններից, քան գնալ պոլիկլինիկա։ Նախարար Ավանեսյանը կառավարության նիստում հիշեցրեց շատերի մոտ առմետ հավելվածն արդեն ակտիվ է, ծառայությունների ցանկը հրապարակված։ Թեև քաղաքացիները հայտնում են տեխնիկական խնդիրների մասին, պաշտոնյաները վստահեցնում են, դրանք պայմանավորված են մեծ հոսքով ու շուտով կշտկվեն։ Միջազգային անցուդարձի մասին Ուկրաինայի 5 շրջանների էներգետիկ ենթակառուցվածքները գիշերը ենթարկվել են ռուսական հարձակման։ Մինչ պատերազմն անգամ Սուրբ Ծննդյան գիշերն են նույն թափով շարունակվել, հայտնի են դարձել խաղաղության ամերիկյան պլանի քննարկումներից մանրամասներ։ Ռուսական զինուժը Սուրբ Ծննդյան տոնին շարունակել է հարվածները Ուկրաինայի մի շարք շրջանների էներգետիկ ենթակառուցվածքներին։ Օդեսայում հարվածել են նաև նավահանգստի Կամեկ զոհ։ Թիրախում են եղել նաև Խարկովը, որի մի մասը հոսանքազրկվել է, մայրաքաղաք Կիևը, որտեղ գիշերը 2 անգամ միացել է օդային տագնապի ազդանշանը։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկ քաղաքի նավահանգստի նավթամթերքի 2 պայստարանում հրդեհ է բռնկվել։ Հարվածել են նաև նավթավերամշակման գործարանի Օրենբուրգում։ Ուկրաինայի նախագահը Սուրբ Ծննդյան ուղերձում ասել է, որ կաթոլիկ եկեղեցու ամենակարևոր տոնին հարվածները չդադարեցնելով Ռուսաստանն ապացուցում է, որ մեջբերում են անաստվածներ են, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն քրիստոնեության հետ։ Այսօր բոլորս մեկ երազանք ունենք եւ միասին մեկ ցանկություն ենք պահում։ Թող Պուտինը մահանա։ Կարող է մտքում մտածել մեզանից յուրաքանչյուրը, բայց երբ դիմում ենք Աստծուն, իհարկե ավելին ենք խնդրում։ Մենք խաղաղություն ենք խնդրում Ուկրաինայի համար։ Մենք պայքարում ենք դրա համար։ Զելենսկին նաև ասել է, որ Ռուսաստանը չնայած իր առաջացրած բոլոր դժվարություններին չի կարող կոտրել ուկրաինացիների ոգին, հավատը միմյանց նկատմամբ եւ միասնությունը։ Ու մինչ Զելենսկին խոսում է Սուրբ Ծննդյան ցանկությունների ու ուկրաինացիների անկոտրում կամքի մասին, Բլումբերգը Կրեմլին մոտ աղբյուրին հղումով հայտնում է, որ Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև Մայամիում կայացած բանակցությունների արդյունքում մշակված 20 կետանոց ծրագրի հետ, որը երեք ներկայացրել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ըստ հեղինակավոր պարբերականի Մոսկվան մտադիր է փոփոխություններ կատարել դրանում, բայց Կրեմլը այս պլանը դիտարկում է որպես հետագա բանակցությունների համար մեկնարկային կետ, քանզի դրանում բացակայում են Ռուսաստանի համար կարևոր դրույթներ։ Բլումբերգի աղբյուրը պնդում է, որ Ռուսաստանը ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ ՆԱՏՕ-ն չի ինլայնվի դեպի արևելք, իսկ Ուկրաինան կպահպանի իր չեզոք կարգավիճակը, եթե միանա Եվրամիությանը։ Մոսկվան նաև ցանկանում է, որ հստակություն մտցվի Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների վերացման եւ արևմուտքի կողմից սառեցված ռուսական ակտիվների ապագայի հարցում։ Փաստաթղթում հաշվի չեն առնվում պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի զինված ուժերի համար սահմանափակումների վերաբերյալ Ռուսաստանի ցանկությունները։ Նաև հստակ երաշխիքներ չկան Ուկրաինայում ռուսաց լեզվի կարգավիճակի վերաբերյալ գրում է գործակալությունը։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը պնդել է, թե Բլումբերգի հոդվածը կեղծ է, քանզի լրատվամիջոցը Կրեմլին մոտ հուսալի աղբյուրներ չունի։ Միայն ոչ հուսալի աղբյուրներ սոցցանցում գրել է Մարիա Զախարովան։ Ռուսաստանը դեռ պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել նոր առաջարկների վերաբերյալ։ Կրեմլի խոսնակը երեկ հայտարարեց, որ նախագահ Պուտինը տեղեկացվել է դրանց մասին եւ Մոսկվան դիրքորոշում կհայտնի հնարավորինս շուտ։
Сейчас мы имеем в виду на основе той информации, которая была получена главой государства. Ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն Ազատության նստաշի Եվրեմի հեռուստալիք զրույցում ասել է, որ խաղաղության նոր պլանում շատ բաներ բացակայում են եւ Ռուսաստանը թերևս կներկայացնի իր պահանջներն ու ցանկությունները։ Ըստ նրա որոշ հարցերի շուրջ հնարավոր չի լինի փոխզիջման գնալ, օրինակ տարածքների ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության, ուստի դիրքորոշումները համաձայնեցնելու երկար փուլ է սպասվում։ Քաղաքագետի կարծիքով խնդիր կառաջանա նաեւ հրադադարի հետ կապված մասնավորապես, թե երբ եւ ինչպես պետք է այն հաստատվի։ Եթե բանակցություններն ընթանան այս ծրագրի համաձայն, այն տրամաբանությամբ, որ հրադադարը կհաստատվի միայն շրջանակային համաձայնագրի ամբողջական ստորագրումից հետո, կարող եմ ասել, որ մենք իրական խաղաղություն դեռ երկար ժամանակ չենք տեսնի։ Սրանք էին թողարկման թեմաները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է, հետևեք մեզ նաև սոցիալական ցանցերի մեր էջերում, հաջողություն։